Ըստ տեղական լրատվամիջոցների Իրանում ցուցարարները գրավել են երկրի արևմուտքում գտնվող Աբդանան քաղաքը։ Չնայած ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեն կադրեր էր հրապարակել, թե բողոքավորները վերցրել են քաղաքը վերահսկողության տակ, իսկ Իրանի կառավարությունը հերքել էր այդ տեղեկությունը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այս պահին Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ չկան, որը պայմանավորված է ամերիկյան քաղաքականությամբ։ Իրանը երբեք չի լքել բանակցությունների սեղանը։ Մենք միշտ պատրաստ ենք եղել փոխադարձ շահերի եւ հարգանքի վրա հիմնված երկխոսության, սակայն ԱՄՆ կառավարությունը նման մոտեցում չունի, նկատել է Արաղչին։ Իրանի բնակիչների փողոց դուրս գալու եւ իշխանությունը տապալելու կոչ է արել այդ երկրի վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին։ Հայրենակիցներ, չնայած ռեժիմի ճնշմանը, ձեր դիմադրությունը հզոր է եւ այն ստիպում է ուժայիներին հետ քաշվել ու ավելի շատ հնարավորություն է ստեղծում ձեր հարձակման համար։ Փահլավին Իրանի ժողովրդին կոչ է արել հատկապես հունվարի 8-ի եւ 9-ի երեկոյան լինել փողոցներում, բողոքի ձայնը բարձրացնել նույնիսկ սեփական տներից։ Նա նշել է, որ այս գործողությունների արդյունքներից հետո կանի հաջորդ հայտարարությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը վստահ է, որ կառավարությունը ընդունում է սխալները եւ պատրաստ է լսել ժողովրդի օրինական պահանջները։ Նրա խոսքով իշխանությունը պետք է երկխոսություն սկսի բողոքավորների հետ։ Արտաքին թշնամիները փորձում են օգտվել մեր ներքին դժվարություններից վնաս հասցնելու համար։ Բարեփոխումների պատրաստ ենք, բայց խնդիրները մի գիշերում չեն լուծվելու, ասել է Իրանի նախագահը։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիպավը տեղեկացրել է, որ տեղի ունեցել Մեջլիսի նիստ, որը տևել է մի քանի ժամ։ Նա խոստացել է ավելի ուշ մանրամասներ պատմել նիստի մասին։ Ամերիկացի սենատոր Լինցի Գրեմը դիմելով Իրանի իշխանություններին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը Բարակ Օբաման չէ եւ Իրանի ղեկավարությունը պետք է հասկանա, մեջբերում, եթե շարունակեք սպանել ձեր սեփական ժողովրդին, որը պահանջում է ավելի լավ կյանք, Թրամփը կսպանի ձեզ։ Մեջբերման ավարտը։ Ըստ սենատորի, Իրանում փոփոխություններ են տեղի ունենում, որը կլինի Մերձավոր Արևելքի պատմության մեջ ամենամեծը։ Իրանի ժողովրդի օգնությունը ճանապարհին է։ Այս ինտրիգային հայտարարությամբ է ավարտել խոսքը ամերիկացի սենատորը։ Չնայած ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների կոմիտեն կադրեր է հրապարակել, թե իբր բողոքավորները վերցրել են իրանական Աբդանան քաղաքը վերահսկողության տակ, Իրանի կառավարությունը հերքել է այդ տեղեկությունը։ Միայն Մալեք Շահիում բախումների ժամանակ ըստ ոչ պաշտոնական տվյալի վերջին 10 օրում զոհվել է ավելի քան 34 ցուցարար, այդ թվում 2 ոստիկան։ Աբդանանում սկզբում տեղի ունեցել բողոքի խաղաղ ցույց, որից հետո ակտիվիստները սկսել են հեռանալ, սակայն քիչ հետո 250-ից 300 հոգանոց մի խումբ բաժանվել է եւ սկսել հրդեհել քաղաքի տարբեր հատվածներ։ Ցուցարարները հարձակվել են խանութների վրա եւ պատրել են բրնձի պարկերը։ Իսվահան քաղաքում բնակիչները այրել են Իրանի դրոշները, Սելսելեում Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարը այրելու փորձ կատարած ցուցարարն ինքն է հրդեհվել։ Ըստ մի շարք վերլուծաբանների, Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաներն արևմտյան ֆինանսավորում ունեն։ Ավելի վաղ անհնազանդությունները ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Երկրում ուժեղ գնաճի եւ ազգային արժույթի անկման պատճառով ցանկվածային բողոքի ցույցերի ֆոնին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե իրանական իշխանությունները նրանց դեմ ուժ կիրառի։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ պետդեպարտամենտը պարսկերենով կոչ է արել իրանցիներին շարունակել բողոքի ցույցերը, նշելով, որ բողոքի անհնազանդությունները շարունակվում են արդեն 10 օր, չնայած դաժան բռնաճնշումներին։ Վաշինգտոնը հայտարարել է, որ ցույցեր են տեղի ունենում ամբողջ երկրում, շուկաներում, համալսարաններում եւ բնակելի թաղամասերում։ ԱՄՆ-ի տվյալներով զոհվել է առնվազն 29 մարդ, ձերբակալվել է ավելի քան 1200 ցուցարար։ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելք է տեղափոխել օդային վերալիցքավորման եւ Globemaster C5 ու C17 ռազմատրանսֆորմատային ինքնաթիռներ։ Ըստ Times պարբերականի, անցած շաբաթ թագավորական ռազմաօդային ուժերի 3 բազաներում վայրեջք է կատարել առնվազն
14 C-17 Globemaster ինքնաթիռ եւ 2 ծանր սպառազինությամբ ուղղաթիռ։ Ոչ Պենտագոնը, ոչ բրիտանական բանակը տեղեկությունը չեն մեկնաբանել։ Իրանի բանակը եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բերվել են լիարժեք մարտական պատրաստության։ Կորպուսի հրամանատարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի եւ Իսրայելի ցանկացած ագրեսիայի։ 400 ստորաբաժանում ձեռքը պահում է ձգանին, շեշտել է բարձրաստիճան զինվորականը։